մենք մտնել։ Համեցից միշտ կարող է։ Այստեղ էլ եք առաջին։ Տեսեք ոնց է զգում նորտեղում։ Չեք նստեք։ Արայժը տեսեք, մի քիչ ասովոր եք տեսեք։ Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծակի գույների մի քիչ փոփոխություն լինի, որևէ ազգական խնդիր չկա։ Փոխելու եք գույները սենյակը։ Չգիտեմ դեռ տեսնեմ։ Բայց ամեն դեպքում այնքան էլ ձեր սրտով չի առայժմ։ Այսպես ասեմ, անսովոր է։ Մի հատ նստեք էլի, պարոն Մկրտչյան, տեսեք թե ինչ կա ձեր սեղանին, ինչ է պարոն Աշոտյան։ Առանց դες նստեք, հա։ Եթե կանադեցնեք։ Պարոն Մկրտչյան, աշխատողներից մեծ մասի հետ դուք աշխատել եք, չէ՞, նախկինում։ Թիմը ձեզ համար նոր չի։ Ես մարդիկ կան, որոնք իմ առաջին մուտքը 98 թվականին եղավ, այստեղ աշխատում են եւ պատասխանատու են աշխատում։ Այսինքն կրթության նախարարության մեջ այդ հաջորդականությունը պահպանվել աշխատանքային աստեղ։ Այսինքն միայն միջավայրն է, այսպես ասած, անսովոր թիմը աշխատողների հետ երկրում ենք ապրում։ Մեր գնալուց հետո շենքն է շատ տպավորիչ դրսից, ներսից էլ ոնց որ ձեր տպավորությունը ոնց է ձեզ ասում, բաց չի, չէ՞։ Իսկ ամեն դեպքում կադրային փոփոխություններ, այսինքն չեն։ Ինձ ժամանակ է պետք, բայց չափանիշները հստակ միայն պրոֆեսիոնալիզմ։ Ինչ խնդիրներ եք ձեր առջև դրել։ Իսկ այս ընթացքում հետևում եք պարոն Աշոտյանի գործունեությանը, այն փոփոխություններն ինչ որ պարոն Աշոտյանին, որովհետև այս ողջ 7 տարիների ընթացքում ես Երևանի պետական համալսարանում դասավանդել եմ հայաստանաբյուրում։ Իսկ ոնց եք գնահատում այսինքն ուրիշ մի ավելի հետաքրքիր փորձառություն ունեմ։ Այն նույն բարեփոխումները, որ մենք սկսել էինք եւ Բոլոնիայի գործընթացը, արդեն իբրև դասախոս իմ վրա զգացել եմ։ Եվ դրական եւ որոշակի դիսկոմֆորտ պահեր կան, որոնք ինձ ավելի կօգնեն։ Այսինքն երբ մարդը նաեւ պրակտիկա ունի, կոնկրետ արդյունքը ստանում է, օրինակ միանշանակ կարող եմ ասել, որ բյուրոկրատիզմը եւ տոտալitarismը շատ է։ Այսինքն երբ երևից իջեցնում է այդ խնդիրը, երևի ուսուցիչների մոտ են բանալի եւ դասախոսների մոտ հստակ շատ հստակ մեծ ժամանակ է գնում ինչ-որ տեղ դարձնելու բյուրոկրատական դեռնաթափումը արդեն իմ համար հստակ է, որտեղ իմ վրա եմ զգացել,